Ողջույն հարգելի քաղաքացիներ, ես հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության նախագահ իրավապաշտպան Մեհեր Կարագոզյանն եմ։ Ուրախ եմ ձեզ տեղեկացնելու, որ այսօրվանից մենք սկսում ենք մի ծրագիր, որը կոչվում է զրույց իրավապաշտպանի հետ։ Մեր յուրաքանչյուր թողարկում կունենա իր առանձին վերնագիրը։ Այսօրվա մեր վեստառությունն է, որտեղ է ավարտվում պետության պատասխանատվությունը եւ որտեղից է սկսում քաղաքացու պայքարը։ Հաճախ ունենում ենք դեպքեր, երբ քաղաքացին տարբեր խնդիրներից դժգոհ կամ տարբեր իրավունքների խախտումների վերաբերյալ դիմում է պետական մարմիններին եւ ստանում է պատասխան, որտեղ գրված են օրենքի ինչ-որ կետեր, լցված է բառերի ինչ-որ մի կույտ եւ ներքևի երկու տողում գրված է, որ խնդիրն ուսումնասիրել են եւ որևէ խախտում ընդհանրապես չի հայտնաբերվել։ Ինչ է հաջորդում։ Քաղաքացուն հորդորում են դիմել դատարան, քաղաքացուն հորդորում են բողոքել վերադասության կարգով եւ շատ հաճախ մենք ունենում ենք վերադասության կարգով բողոքներ, որտեղ ստանում ենք նույնատիպ պատասխան՝ բառերի կույտ, օրենքի ինչ-որ կետեր, իսկ վերջի երկտողում գրված, որ դուք կարող եք բողոքարկել այսքան օրվա ընթացքում վարչական դատարանում։ Սակայն այստեղ խնդիր է առաջանում, ինչու պետական մարմինը օրինական եւ իրավարար որոշում չի կայացնում, որ դրա հերթը հասնում է դատարանին, իսկ ես վստահեցնում եմ, որ արդարությունը չի սկսվում դատարանից, արդարությունը պետք է սկսվի պետությունից, արդարությունը պետք է սկսվի սահմանադրությունից, որտեղ ամրագրված են ձեր իրավունքները։ Հարգելի քաղաքացիներ, օրենքի նպատակն է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, նաև նույն իրավունքների վերականգնումը, սակայն յուրաքանչյուր քայլափոխի մենք ունենում ենք բազմաթիվ խնդիրներ եւ պետք է եւ շատ կարեւոր է առանձնացնել ու խոսել այդ խնդիրների մասին, ինչը մենք մեր ծրագրի ընթացքում յուրաքանչյուր օրինակով եւ մանրամասն կներկայացնենք ստեղծված իրավիճակները, սակայն պետք է ասեմ, որ քաղաքացին ունենում է խնդիր տանը, երբ որ անհասանելի են կոմունալ ծառայությունները, ջուր, լույս, գազ, ջուրը ընդհատումներով, լույսը վնասում է փաստորեն էլեկտրաէներգիան, հոսանքը, դրա բարձր կամ ցածր լինելու պատճառով վնասվում է քաղաքացիների կենցաղային տեխնիկան, էլեկտրոնային տեխնիկան, գազը կալորիականության պակաս կա եւ սրանք իրավունքներ են։ Ջուր ունենալը իրավունք է, որը պետք է ապահովի պետությունը, ոչ թե ինչ-որ մասնավոր ընկերություն, որ շատ հաճախ քաղաքացիներին պետական այս կամ այն մարմիններից ուղղորդում են դիմել վիոլա ջրին, դիմել հեցին կամ դիմել չգիտեմ ում, սա պետական պարտականություն է։ Երբ որ տանից դուրս ենք գալիս հայտնվելով փողոցում, անպայման մնում ենք խցանումների մեջ, որտեղ էլ խախտվում է մեր ազատ տեղաշարժի իրավունքը։ Չկան համապատասխան ենթակառուցվածքներ, երթևեկությունը համապատասխան ձևով կարգավորված չի։ Իսկ փողոցում, բացի ազատ տեղաշարժի իրավունքից, խաթարվում է մեր առողջ ապրելու իրավունքը, որովհետև աղտոտված է մեր միջավայրը։ Մենք ունենք սուր արտահայտված օդի աղտոտվածություն, որի պատասխանատուն էլ այստեղ շրջակա միջավայրի նախարարությունն է։ Տևական ժամանակ է, ամիսներ շարունակ, տարբեր քաղաքացիներ, տարբեր իրավապաշտպաններ, փաստաբաններ, հասարակական կազմակերպություններ բարձրաձայնում են այս խնդրի մասին, որովհետև սա ուղիղ ազդեցություն ունի մարդու առողջ ապրելու իրավունքի վրա։ Եվ այս կետի վրա առնչություն ենք ունենում առողջապահության նախարարության հետ, որ եթե դուք ունենում եք առողջական խնդիրներ, կարող եք միևնույն ժամանակ դիմել 3 տարբեր հիվանդանոցների եւ ունենալ 3 տարբեր ախտորոշումներ։ Ցավալի է, բայց փաստ։ Առաջին հերթին բուժծառայությունները մեր համար անհասանելի են, ուղղակի թանկ լինելու պատճառով։ Իսկ մարզերում չկա այս կամ այն մասնագետը, չկան համապատասխան բժշկական տեխնոլոգիաները եւ ինչ ունենք քաղաքացիների անհարկի եւ ապօրինի իրավունքների ոտնահարում բոլոր կողմերից։ Սա անհանդուրժելի է եւ անտանելի։ Իսկ մենք բարձրաձայնելու ենք մեր հաղորդաշարի ընթացքում
այնտեղ առաջացած խնդիրները, քննարկելու ենք օրինակներ, բարձրաձայնումը ինքնին պայքար է, պայքարի հետևում կանգնած է հաղթանակը, մենք հաղթելու ենք միասին։ Հարգելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, մենք կարող ենք լսել ձեր բողոքները, դուք կարող եք այդ մասին գրել մեկնաբանություններում, կարող ենք ընդունել ձեր օրինակները եւ կարդալ եւ այդ օրինակների շուրջ զարգացնել այս ծրագիրը։ Գրեք մեզ, կիսվեք հղումով, բաժանորդագրվեք ալիքին, այսքանը շնորհակալություն։